Երբ Հիսուս եկավ Բեթանիա, Բորոտ Սիմոնի տունը, նրան մոտեցավ մի կին, որ մի շիշ թանկարժեք յուղ ուներ, և թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել։ Երբ աշակերտները այս տեսան, բարկացան և ասացին. «Ինչի համար է անուշահոտ յուղի այդ վատնումը, քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»։ Հիսուս իմացավ և նրանց ասաց. «Ինչու եք նեղություն տալիս այդ կնոջը։ Նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց։ Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով նա իմ թաղվելը կանխանշեց, բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում ուր էլ այս ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսը Բեթանիա գյուղում Սիմոնի տանն է գտնվում։ Այստեղից նրա ճանապարհը Գեթսեմանի միջով ձգվում է դեպի Գողգոթա, որտեղ խաչը սպասում է նրան։ Սիմոնի տունը հանկարծ նարդոսի յուղի բույրով է լցվում։ Երբեք զոհից այդպիսի անուշահոտություն չէր բուրել։ Մարիամը ցանկանալով իր հավատի և սիրո զգացումն արտահայտել առ Քրիստոս և պատվել նրան, որպես թագավորի և քահանայապետի, Փրկչի գլխի և ոտքերի վրա թափում է թանկագին անուշահոտ յուղը։ Դրանով նա կարծես կատարում է Քրիստոսի թաղման ծեսը։ Մարիամի հոգին ձգտում է փրկության։ Նա թերևս մտաբերում է մարգարեի այն խոսքը, որ նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց։ Մեր խաղաղության համար նա պատիժ կրեց, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Նա հասկացել է, որ մեղավորների փրկության համար Հիսուսը հոժարակամ հանձն է առել խաչի չարչարանքները։ Մարիամը նստած արտասվում է Հիսուսի ոտքերի առաջ, ով որպես գառն Աստծո ինքնակամ պատրաստվում է զոհաբերության։ Մարիամն իր ողջ էությամբ Տիրոջն է նվիրվել։ Նրան այս աշխարհում ոչինչ այլևս չի հետաքրքրում, իր մտածմունքներում միայն Քրիստոսն է, ով իր փոխարեն պիտի չարչարվեր ու մեռներ։ Մեծ պահքի վերջին շաբաթը, որը կոչվում է չարչարանքների շաբաթ, նվիրված է Քրիստոսի չարչարանքներին։ Հավատացյալներս այդ ժամանակ առավել մոտ ենք չարչարվող և մեռնող Փրկչին։ Նրա խաչը գրկում ենք, լարված աչքերով նայում խաչյալի վերքերին և լսում նրա տանջանքների ձայնը։ Անկեղծ հոգով ողբանք մեր մեղքերը և մխիթարվենք մեր Փրկչի անսահման ողորմածությամբ։ Մարիամի պես մեր երախտիքը հայտնենք Հիսուսին, ով իրեն զոհաբերեց մեր հիվանդ և մեղավոր հոգիների փրկության համար։ Նարդոսի յուղի փոխարեն նրան ընծա բերենք մեր սերն ու նվիրումը։ Տեր իմ Աստված, տուր ինձ այնպիսի սիրտ ու հոգի, որ չարչարանքներիդ մասին խորհելով երկնային փրկարար շնորհդ ընդունեմ։ Տեր իմ, ինձնից հեռացրու այն հոգեկործան ախտերն ու արատները, որոնք ինձ ողորմությունիցդ կզրկեն։ Թող որ այն սիրով մխիթարվեմ, որով քո սիրելի որդիդ ինձ համար զոհվեց։ Աստված իմ, տուր ինձ կարողություն, որ մշտապես խորհեմ չարչարանքներիդ և մահվանդ մասին։ Խաչյալիդ նայելով հեռու մնամ չար ցանկություններից, հաղթեմ համառ և մեղավոր սրտիս։ Տեր, սովորեցրու ինձ քո օրինակիդ հետևել և արժանավայել անցնել այն նեղությունների և փորձությունների միջով, որոնք քո բարի կամքով թույլատրված են, որ ինձ հետ պատահեն։ Օգնիր ինձ, Տեր իմ, քո սուրբ անվան համար։ Ամեն։